Նիկոլ Փաշողլի, էլի ես եմ, դե ճիշտ այն վաղ բարևում էի, դե հիմա բարևին սկի արժանել չես։ Ուզում եմ ասեմ են քո վերջի գրարման ինչ-որ կոչ էիր արել հայ առաքելական եկեղեցու հետևորդները համախմբվեն, գնան վեհարան, եսին վեհափարին, դուրս հանեն ընդուց, ուրեմն լավ իմացի, եթե հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, նախարարչերտին քեզի չեն ենթարկվեն, որտեղ դու դեռ պարզ չի, դու հայ ես, թե թուրք ես, մի հատ պետքա ԴՆԹ-ի անալիզներ հանձնես, մի հատ մենակ արունով դու հայ ես, թե չէ, եթե թուրք ես, հնարավոր է այդպես բան ասած լինես, եթե հայ ես, դժվար է այդպես բան ասած լինել։ Երկրորդը, եթե հրաման ես տալի, ինչ-որ բաներ ես ուզում անես հայ առաքելական եկեղեցու կամ հոգևոր աշխարհի ներկայացուցիչների հանդեպ լավ իմաց, դա հակառակ էֆեկտ է տալու։ Միամիտ կարող է այդ դոմփելու մոմենտը ձեր վրա ազդել, էլի կարող է մենք միամիտ ձեզի դոմփենք։ Ու չփորձես միամիտ կոչով կամ ինչ-որ մի հայտարարությունով ժողովրդին խառնես, սարքես քաղաքացիական պատերազմ։ Մենք դրա դեմն առնելու ենք, լսար այ Փաշողլի։ Դու կյանքում լավ օր չես ունենալու։ Դու լինելու ես Հայաստանում ու աշխարհում միակ մարդը, որ կարացավ հայ առաքելական եկեղեցու ու հոգևոր աշխարհի ներկայացուցիչների հանդեպ նման արտահայտություններ անել։ Կյանքում չենք մոռանալու։ Մենք պատմության գրքերի մեջ քո անունը գրելու ենք, որ դու դավաճան ես։ Երեխեքը պետք է իմանան, որ ազգի միակ դավաճանը Նիկոլ Փաշողլին է եւ իր ԿՊ-ն։ Դե փորձեք մի հատ այդպես քայլի գնալ։